Մերձավոր Արևելքում լարվածությունը կրկին սրվել է։ ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորման թիրախներին՝ ի պատասխան թագավորության դեմ հարձակումների։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ամերիկյան ուժերի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարվածներն ուղղորդվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Սենդկոմը նշում է, որ երկու երկրների կործանիչները հարվածել են Իրաքի արևելքում գտնվող ահաբեկչական բազմաթիվ լոգիստիկ եւ զենքի օբյեկտների, որպես վճռական պատասխան վերջին 72 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի ավելի քան 30 հարձակումների։ Ամերիկյան ուժերի դեմ անհիմն հարձակումներն անհաջող են եղել, հավելել է հրամանատարությունը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը եւս հայտարարել է հարվածների մասին, նշելով, որ այդ խմբավորումները պատասխանատու են թագավորության արևելյան նահանգում նավթային օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարվածների համար։ Գերատեսչությունը հավելել է, էսկալացիա չի ցանկանում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի։ Հուլիսի 27-ին եւս Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը խոցել էին Իրաքից արձակված անօդաչուներ, որոնք թիրախավորում էին արևելյան նահանգում եւ մայրաքաղաք Էր-Ռիադում թագավորության նավթային օբյեկտները։ Ռազմական գերատեսչությունում Իրանի պետական հեռարձակողի աղբյուրը հերքել է երկրի ներգրավվածությունը հարվածներին։ Իր հերթին Իրաքի ժողովրդական զորահավաքի ուժերը հայտարարել է, որ Բասրայում իր կենտրոնակայանին հարվածի հետևանքով վիրավորվել է խմբավորման 2 անդամ։ Միևնույն ժամանակ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում Միացյալ Նահանգների ավիաբազան եւ կենտրոնական հրամանատարության շտաբը՝ ի պատասխան Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների։ Հորդանանը հայտնել է իրանական 5 հրթիռ խոցելու մասին։ Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն անակնկալ հարձակման ընթացքում Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ արձակել է բալիստիկ հրթիռներ, որոնք բոլորը հաջողությամբ խոցվել են։ Սենդկոմը չի նշել, թե որ երկրում են թիրախավորվել ամերիկյան ուժերը։ Այս հարվածները տեղի են ունեցել վերջին օրերին Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փոխադարձ գրոհների դադարեցման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել հուլիսի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ հանդիպումները։ Նրա խոսքով Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունները շատ լավ են անցել, քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թրամփի հետ քննարկել է Փեթրիոտ համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը։ Շնորհակալություն է հայտնել խաղաղության ջանքերն առաջ մղելու համար։ Ուկրաինայի նախագահը նաև հանդիպել է ամերիկացի սենատորների հետ, քննարկել բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանությունը։ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Թրամփը նշել է, որ քննարկվել են բազմաթիվ կարևոր հարցեր։ Իսրայելի վարչապետն իր հերթին Թրամփի հետ հանդիպումը որակել է գերազանց եւ երբևէ տեղի ունեցած լավագույն հանդիպումներից մեկը։ Իսրայելի վարչապետի խոսքով կողմերը լիովին համամիտ են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Նաև մտքեր են փոխանակվել Իսրայելի անվտանգության եւ ապագայի համար կարևոր հարցերի շուրջ։ Կասպից ծովում ուկրաինական ուժերի կողմից իրանական նավի թիրախավորումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Վերջինս հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել եւ որ Կիևն էսկալացիայի չի ձգտում։ Իրանը նույնպես չի ցանկանում էսկալացիա, բայց մենք հստակեցրել ենք, որ մեր քաղաքացիների եւ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Վնասի համար պետք է փոխհատուցում լինի, հավելել է Արաղչին։ Սիբիհան իր հերթին հայտարարել է, որ անկեղծ զրույց է ունեցել Արաղչիի հետ, շեշտել Ուկրաինայի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես ռուսական ագրեսիայից պաշտպանվելուն եւ նպատակաուղղված չեն քաղաքացիական նավերի կամ անձանց դեմ։ Հուլիսի 25-ին Թեհրանը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից իրանական նավի թիրախավորման հետևանքով զոհվել է 1 նավաստի, մի քանիսը վիրավորվել են։ Իրանը հերքել էր մեղադրանքները, որ նավը ռազմական բեռներ էր տեղափոխում եւ խոստացել էր անպատասխան չթողնել այս հարձակումը։ Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում հուլիսի 28-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Շուրջ 10,000 մարդ ապաստարաններում է։ Երկրաշարժից հետո Կաշիմա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է առևտրի կենտրոններից մեկի երկրորդ հարկը։ Նախքան փլուզումը շուրջ 200 մարդ տարհանվել է, այնուամենայնիվ փլատակներում դեռ մարդիկ կան։ Փրկարարները 2 զոհի մարմին դուրս են բերել, 5 մարդ վիրավորվել է։ Ավերածություններ են եղել նաև թղթի գործարանում, որտեղ կան ծանր վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցնցումների պատճառով արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է, չեղարկվել են թռիչքներ, վնասվել ճանապարհներ եւ կամուրջներ։ Որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Երկրաշարժի հետևանքներին արձագանքելու համար տուժած շրջաններում տեղակայվել է ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։ Նաեւ Կումամոտո է ուղարկվել ոստիկանության մոտ 500 աշխատակից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։